Ինչն է դրդում մարդկանց դիմել անհայտ, անանուն, մեզ համար անհասկանալի կրթական մակարդակ ունեցող մարդկանց շատ ճակատագրական հարցերով, այնպիսի կարևոր հարցերով, ինչպիսին է օրինակ երեխայի առողջությունը։ Սոցիալական մեդիան մի տեսակ շտապօգնության ֆունկցիա է իր վրա վերցրել եւ հաճախ երբ որ երեխայի առողջության հետ կապված անհանգստացնող ինչ-որ փաստ կա, ծնողների համար շատ ավելի քիչ ռեսուրս պահանջող եւ հեշտ է լինում մեդիայում խնդիրը բարձրաձայնել, քան օրինակ բժշկին դիմել։ Այստեղ նաեւ հոգեբանական որոշակի դժվարություն ունենք, երբ որ անձը չունի վստահելի բժիշկ, ում կարող է շտապ դեպքերում դիմել եւ կարծես թե իրեն պատասխանատվությունից որպես այդպեսին ազատում է, որ ես փորձում եմ իմ երեխայի առողջությամբ հետաքրքրվել, որպես կանոն այս մարդիկ ունենում են անորոշության մեծ զգացողություն եւ միևնույն ժամանակ ունենում են իրենց համար որոշակի ընդունելի տարբերակ եւ եթե բժշկի դիմելիս իրենք կոնկրետ մեկ պատասխան են ստանում, ապա սոցիալական մեդիայում բարձրաձայնվող խնդրի դեպքում բազմակի տարբերակներից հնարավորություն ունեն ընտրելու այն տարբերակը, այո, որը այդ պահին իրենց հարմար է։ Եվ հաշվի առնենք, որ սա կարող է երեխայի առողջության համար իրոք վճռորոշ եւ վնասակար լինել։ Կուզեի անդրադառնանք նաեւ այն մարդկանց, ովքեր որ փորձում են խորհուրդ տալ եւ մի տեսակ իրենց պատասխանատու են զգում իրենց փորձով կիսվելու։ Շատ կարեւոր է հիշենք, որ երեխաներն ու դեպքերը շատ տարբեր են եւ միգուցե ձեր բալիկի դեպքում ընթացքը այդպեսին է բուժման եղել, բայց շատ մեծ պատասխանատվություն եք վերցնում, երբ որ խոցելի հոգեբանական վիճակում գտնվող անձին փորձում եք ուղղորդում անել եւ մի տեսակ նաեւ ձեր գերակայությունը հաստատեք, որ ես կարող եմ պիտանի լինել եւ օգնած լինել։